Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն, պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Շնորհակալություն։ Պարոն Սարգսյան, սկսենք մեր զրույցը այդ այսպես կոչված Աբրահամյան համաձայնագրին Հայաստանի իբր Հայաստանի եւ Ադրբեջանի միանալու հնարավորությունից։ Խոսքը նրա մասին է, որ Միացյալ Նահանգների նախագահի բանակցային ներկայացուցիչ Ուիտկոֆը այսպեսի ձևակերպում էր արել, միտք էր արտահայտել, որ ոնց որ թե Հայաստանը եւ Ադրբեջանը գալիս են ընդհանուր հայտարարի, կարծես թե իրար հարաբերությունները կարգավորվում են եւ նա չբացառեց, որ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը հնարավոր է, որ միանան այսպես կոչված Աբրահամյան համաձայնագրին։ Որքանով եք հնարավոր համարում դա, իրատեսական համարում դա, թե շատ հեռու է իրականությունից։ Եվ ամենակարևորը, ինչով է հետաքրքիր, ինչով է կարևոր, եթե իրականում հնարավոր է, ապա հեռանկարային է դա, թե ոչ։ Հա, հասկացա։ Տեսեք, այստեղ իրականությունը որից աղերս չունի պարոն Ուիտկոֆի պատկերացրածի հետ։ Սկսենք ընդեղից, որ իրականում պետք է սկսենք։ Քանի որ Ուիտկոֆը միջազգային հարաբերություններում, դիվանագիտություններում լրիվ պրոֆան է եւ աբսոլյուտ դիլետանտ է, մարդը ընդհանրապես Տրամպի գործընկերն է եղել անշարժ գույքի վաճառքի հարցերում։ Մեզ մոտ կարա ստեղծվի տպավորություն, որ ինքը շատ կարևոր անձնավորություն է ամերիկյան դիվանագիտության մեջ, բայց ինքը ընդհանրապես Տրամպի ներկայացուցիչն է բանակցություններում, այսինքն ինքը Տրամպի խոսքերը տանում բերում է, որից է նշան ինքը առանձին խաղացող չի, սուբյեկտություն չունի։ Իր հիմնական գործառույթը գնալ լսել, թե ինչ են իր միջոցով ուզում ասեն Տրամպին, եւ հետո այնտեղ արդեն Տրամպը կորոշի ինքը առանձին վերցրած դրվագում кейսում խառնվելու, չի խառնվելու բան ասելու, թե ման չասի։ Սա որպեսզի պատկերացնենք Ուիտկոֆը ով է։ Հիշում ենք, որ դերից է սա առաջացել։ Ուիտկոֆը նաև մեծ հավանականությամբ գտնվում է ինչ որ հարաբերություններում, որոնք չար լեզուները կամ առավել լիբերալ ժողովրդավարության կողմնակիցները կարող են կոչել կոռուպցիոն, որովհետև Ուիտկոֆը հայտնի է նրանով, որ ինքը գնաց Ռուսաստան, հանդիպեց Պուտինի հետ մի քանի անգամ, Պուտինին տարբեր տեսակի բիզնես առաջարկներ արեց, փշի արեց, հայտարարեց, որ Ուկրաինան 4 տարածք կպետի տա, որ ուկրաինական սուբյեկտ, այսինքն ինքը ամբողջությամբ ռուսական նարատիվները կրկնեց։ Հետո պետք է ինչ-որ գնար, եթե չեմ սխալվում, Աբու Դաբի, թե Ռիադ, էական չի։ Ինքը եկավ նստեց Բաքվում, հանդիպեց բանի հետ, Աբշերոնյան Իլխամչիկի հետ, ինչ-որ բաներ խոսացին, եւ այդ ժամանակ էր, որ դա մոտավորապես մարտ ամսվա սկիզբն էր, այդ ժամանակ էր, որ Տրամպի տնտեսա Կուշների հետ փոխկապակցված ռավինները սկսեցին լվանալ Ալիևին եւ հրապարակել գաղափարներ, որ Ադրբեջանը ուզում է միանա Աբրահամյան համաձայնագրին։ Այսինքն ես Ուիտկոֆի այս հայտարարությունը գնահատում եմ ամբողջությամբ կոռումպացված Ադրբեջանի կողմից լոբինգ արած եւ Իսրայելի կողմից լոբինգ արած հայտարարություն։ Ինչու եմ ես այդպեսի համարում։ Նախ եւ առաջ ինչի է ինքը պրոֆան եւ դիլետանտ։ Հայաստանը գտնվում է վատագույն դեպքում նախկինում սովետական միության երկրներ, former Soviet Union countries, states, կամ բան, հա, արևելյան Եվրասիա կամ Եվրոպայի վարչության բաներում։ Այնինչ ասում է Ուիտկոֆը եւ ընդհանրապես Աբրահամյան համաձայնագրերը վերաբերվում են մերձավոր արևելքին։ Այսինքն այս անշարժ գույքի գործակալի պատկերացմամբ Հայաստանը կարա զոնա փոխի։ Այսինքն ոնց որ, չգիտեմ, իր աշխարհում այդ բանը ինքը ուզում է Մանհեթենի բանը, Penthouse-ը վաճառի, ասենք, չգիտեմ, Նյու Յորքի կամ Քուինզի գներով։ Տենց չի լինում։ Հայաստանը ի սկզբանե եւ տենց էլ շարունակվելու է գտնվում այն վարչությունում, որը զբաղվում է Եվրոպայով, վատագույն դեպքում Եվրասիայով, ոչ թե մերձավոր արևելքով։ Սա մենք ինչու Աբրահամյան չեն աշխատում։ 2. Աբրահամյան համաձայնագրերը սկսվել են նրանից, որ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող
արաբական երկրներ, այսինքն համ հրեաները, համ արաբները սեմիտ են, իրականում հրեաները արաբական էթնոսի մի ճյուղ են, իրանք տես չի որ ինչ-որ, իրանք սեմիտներ են, նույն ծեղն, լեզուները մոտիկ են, բան են, եղբայրներ են, ինչպես Անվար Սադատներ ասում, ուղղակի սրանք մի քիչ մոլորված են, Երևի եթե չեմ սխալվում 48 թվականից, կարող է ինչ-որ մի պահ եղել է, որ հարաբերություններ եղել են դիվանագիտում, չի եղել դիվանագիտական հարաբերություններ, օրինակ Սաուդյան Արաբիայի հետ, օրինակ Միացյալ Արաբական Էմիրությունների հետ, օրինակ Կաթարի հետ։ Եվ այս Աբրահամյան համաձայնագրերը պետք է Տրամպի առաջի կադենցիայի ժամանակ ստեղծվել էր եւ անհրաժեշտ էր նրա համար, որպեսզի Իսրայելին շրջափակումից առնվազն դիվանագիտական շրջափակումից տարածաշրջանում հանել։ Իսրայելը օգտվեց սրանից, ինքը սկսեց ուղիղ ռեյսեր դեպի Դուբայ, հարաբերություններ Սաուդների հետ, չնայած այս Գազայի հատվածի այս նոր սրացումից հետո էլի հարաբերությունները վատ տարածել։ Ընդհանուր առմամբ սա ինչի էր պետք Տրամպին անհրաժեշտ էր Ամերիկայում հրեական լոբին մի քիչ սսկացնելու եւ ֆինանսական կապեր հաստատելու Սաուդների եւ Դուբայի հետ։ Եթե հիշում եք առաջի կադենցիայի ժամանակ խոսքեր հայտնի լավ կադր կար, որ Տրամպին հրավիրել էին Սաուդները, սուր էին տվել եւ ինքը այդ սուրով պարում էր, ասենց մի հատ կլոր բանի մոտ գլոբուս, շատ խնդալու կադր էր։ Կներեք։ Այն ժամանակ Տրամպը Սաուդների հետ պայմանավորություն ձեռք բերեց, որ Սաուդները $100 միլիարդ զենք զինամթերք կգնեն, բայց քանի որ Իսրայելի հետ չկային դիվանագիտական հարաբերություններ, հրեական լոբին էլ համարում էր, որ այդ գնած զենքը կարող է օգտագործվել Իսրայելի դեմ, որովհետև պաշտոնական դիրքորոշումը բոլոր արաբական երկրների մինչև Աբրահամյան եղել էր Իսրայել պետք է գոյություն չունենա։ Երկարաժամկետ բանից հետո, այսինքն իսրայելական լոբին Ամերիկայում կասեցրեց այդ $100 միլիարդը, Տրամպը զրկվեց այդ $100 միլիարդից, հիմա ինքը այլ կերպ է գալիս, հիմա ինքը այդ Աբրահամյանը կնքել է, որպեսզի իսրայելական լոբին այնտեղ հանգստանա Ամերիկայում, կարողանա Սաուդներին եւ Կաթարին բանին զենք վաճառել։ Իսրայելի թեման է, Իսրայել, արաբական աշխարհ թեման։ Մի թեմա էլ կա։ Հայաստանը եւ Իսրայելը ունեն դիվանագիտական հարաբերություններ։ Իսրայելը եւ Ադրբեջանը ռազմավարական դաշնակիցներ են։ Խոսել նրա մասին, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է միանան Աբրահամյան բաների, հնարավոր է մենակ մի պարագայում, եթե դու ուզում ես Ադրբեջանին լվանաս ու մտցնես Տրամպի կաբինետ, որտեվ այնտեղ ինչ-որ բաներ կա, ինքը չի ուզում շփվի Ալիևի հետ դեռ։ Երևի համարում է, որ դե պարզավոր մինյոնն է, հիմա ինչքան էլ որ բան դինի, ինքը Ամերիկայում գիտեմ, որ Ալիևը մինյոն է, կամ Պուտինի, կամ Էրդողանի։ Այնց որ իմաստ չկա Տրամպը շփվի Ալիևի հետ, ինքը կարող շփվի Էրդողանի հետ, լավ է, ինքը կարող շփվի Պուտինի հետ, լավ է, եւ Ալիևին հրաման տա կամ Մոսկվայով կամ Անկարայով։ Այս ամբողջ պատմությունը։ Ուզում եք ասեք, որ Ալիևին Ադրբեջանն է ուզում, Ադրբեջանին են ուզում այդ Աբրահամյան համաձայնագրի հետ մեջ մտցնել, պարզապես Հայաստանը որպես այսպես մեղմացուցիչ հանգամանք է, որպեսզի Ադրբեջանին շատ վիրավորական, բայց շատ դիպուկ ձևակերպում կա Թուլափայ Հայաստանին էլ են շփոթում։ Իրանց պետքա որ Ադրբեջանը մտնի այդտեղ, իրականում ու դա պետքա Նետանյահուին, ոչ թե Ամերիկային, ու հետեւաբար երևի եթե Վիտկոֆն ասում, Վիտկոֆը լոբինգ անում Նետանյահուին։ Լոբինգն անում։ Որքանով է դե այդ Վիտկոֆը ասեց 4-5, կարող է 6 երկիր մտնի այդ համաձայնագրի մեջ, դա Ես չգիտեմ, դիվանագիտական առումով իհարկե պետք է մերոնք ավելի փափուկ ձևակերպեն, բայց ընդհանուր իմաստը պետք է լինի գնա գրողի ծոցը։ Այսինքն դու էլ քո Աբրահամյան համաձայնագրը մի հատ խաղաղության խաշմերուկ ունենք, չգիտենք ձեռը կրակն ենք ընկե, մի հատ էլ ընկերիչների սա պետք է ընկնենք խառնվենք Իսրայելի հետ կախվածության մեջ մտնենք։ Մենք արաբական աշխարհի հետ հոյակապ հարաբերություններ ունենք։ Ունեցել ենք դարերով, երբ որ Իսրայել պետություն չի եղել, ու կունենանք եւս դարերով, քանի որ Իսրայել պետություն շուտով գոյություն չի ունենալու։ Ինչների սա պետք է ընկնենք այդ պատմության։ Հայաստանից որից արձագանք ձեր աչքով ընկել է, կարծես ես չի իմաստ չունի, փարկաստո չեն արել, բայց դե անտես ես, բա ինչ պիտի անես։ Հավայի դուսա տալ էլ։ Ասում անշարժ գույքի գործակալ է։ Տղա ջան գնա բան ծախի։ Ասում եք
ինչ որ բան էին ուզում ասել Թրամփին, մտքովս եկավ այս Ուկրաինայի այս այն ինչ որ հիմա է կատարվում, այնց տպավորություն է, որ Պուտինը այս պատվիրակության այս ցուցակով ոչ այնքան Զելենսկուն ինչ որ բան ասեց, դե որովհետև նա Զելենսկուն ինչ որ մեսիջ ուղարկելու կամ ուղիղ ասելու խնդիր չունի, այլ Թրամփին, տենց տպավորություն կիսում եք նման դրան։ Մոտեցում է, չգիտեմ։ Շատերն ասում դա ապտակ էր Զելենսկուն, դե նա օրը մեջ ապտակում է Զելենսկուն ամեն ապտակում ասել է ինչ ա ուտում Զելենսկուն։ Մի խոսքով, այո, այսինքն այդ ապտակը որ ասում, ուզում են ասեն Զելենսկուն էր նա ուզում նսեմացներ, բայց գուցե Թրամփին էր ինչ որ բան ուզում։ Դե տեսեք, իսկ բան է։ Հանդիպում են ուզում Ճիշտ եք ասում, ավելի շուտ է։ Նախապատրաստելու խնդիր չկա։ Պուտինը ուզում է Թրամփի հետ հանդիպի, ակնհայտ է եւ դա չի թաքցնում։ Եվ շատ, սենց ասեմ, շատ վաղուց է դա։ Ինքը ուղղակի ուզում է հանդիպի, որպեսզի այդ միջազգային իզոլացիայից դուրս գա, բայց ինքը չի ուզում, որ խոսակցությունը գնա Ուկրաինայի վերաբերյալ։ Ինքը ուզում է Յալտա լինի, աշխարհը կիսեն իրանք։ Ինքը գնա, քարտեզը դնի, ասի, իմն է, այս քոնն է, որտեղ ըստ Պուտինի Ուկրաինան սուբյեկտություն չունի։ Այսինքն Պուտինի համար ինքը ինչ է ցույց տա, ինքը ասում է Ուկրաինա գոյություն չունի եւ շարունակում է պնդել։ Ինքը դրա համար է տարբեր տեսակի, ոնց որ ասում են բան, փող, ինչ-որ չգիտեմ Մեդինսկին ով է։ Ինքը շուտ համակարգել այն բանն է, կապիկն է, գալուզինը, որ մեր վրա ժամանակ առ ժամանակ հաչում է, Գերեուի ղեկավարն է, որը որ գնում է թոշակի, եթե ես չեմ սխալվում նոյեմբեր ամսից խոսում են, որ ինքը գնում է ու չի կարող գնա, չգիտեմ, խի այդ երևի այդ բաների հարցն է, տեղակալների կռիվն է, որ մեկին պետք է նստած կամ կասկածում եմ, որ այնտեղ ինչպես եւ Շոյգուի ժամանակ հիշում եք Շոյգուին հանելուց հետո բոլոր բաներին սկսեցին ձերբակալել կոռուպցիոն գործերով, ենթադրում եմ որ սրանը չեն թողում, որ մի հատ FSB-ն ստուգի սաղլափածա թե չէ։ Մյուսը ով մասնակցում է Ռուսաստանից դա բանն է, այն որ պարադեր ընդունում, դրան էլ են հանում հիմա, հանում են, ինքը գնում է Մեդվեդևի տեղակալ, այսինքն ինքը փոխնախարարը, պաշտպանության նախարարությունը հանում են, տանում են դեղ, այսինքն մուխը մարած օբլիգացիաների պատվիրակությունը, որը եկել է, ինչու, որովհետև Ռուսաստանի պետական ձևակերպում եւ մոտեցումը հետեւյալն է, Ուկրաինա գոյություն չունի որպես սուբյեկտ։ Ուկրաինան տարածք է, որտեղ կան ինչ-որ ահաբեկիչներ, որոնց ՆԱՏՕ-ն ֆինանսավորում է, որ իրանք կռվեն Ռուսաստանի դեմ։ Հիմա արդեն ՆԱՏՕ-ն չի, որտեղ տենց Ամերիկայի հետ պետք է բարիշել։ Հիմա Եվրոպան է։ Մակրոնն է, որը տերորիստ է, բաներ կանել է։ Հետևաբար ոչ մի զարմանալու բան չկա։ Ընդհակառակ թերթերը գրում են, որ ԶԼՄ-ները նաև ուկրաինական գրում են, որ Զելենսկին շատ երկար չէր պատրաստվում ոչ մեկին ուղարկել։ Ուղղակի որովհետև համարում էր սա անիմաստ, ամբողջությամբ համարում եմ այդ մտքից սա լրիվ անիմաստ է։ Սա ուղղակի այն է, որ Թրամփը մինչև մերձավոր արևել գնալ ասել էր, որ դուք անպայման պետք է համաձայնվեք գնաք, դե Զելենսկին է հասկացել, որ իմաստ չունի, ես իմեկան։ Ասենք որ իր ուզածով լինի կմոռանա, որ հանգարց իր ուզածով չանես, հիստերիկանում է, անգնում սա խառնում է իրար, դրա համար ինչ որ Ուկրաինայում կա որոշում, ասում է արեք ձենը կդրի մենակ։ Հիմա տենց տպավորություն, որ ամբողջ աշխարհը սպասում է եփս սրա 4 տարին պրծնելու կամ 26 թվականին, ասենք դեմոկրատները կոնե ստորին պալատը ներկայացների վերցնեն, որ այս գժանոցը վերջանա, որովհետև սա գժանոց է, մարդը գնում է ամերիկյան սահմանադրությունով արգելված է, որ երկրի նախագահան կամ որուցե պաշտոնյա արտաքին երկրից ինչ-որ նվեր ստանա։ Քաթարից ոսկի, ինքնաթիռ։ Ընդ որում հետո նստած նես չի, որ ասենք կասկածում ենք, որ չէ, կասկածում ախպեր նվեր են տալի, ոնց կարամ ես հրաժարվեմ։ Ես հիմար կլինեմ, եթե հրաժարվեմ, 400 միլիոնի նվեր են տալի։ Նայում ես ասում ես լավ։ Էլի սուտ խոսած, ասես 4 տրիլիոնի պայմանագիր եմ քնքես, սուտ է ասում, ընդե ընդամենը ինչ որ
գումարային կարող է 1.5 տրիլիոնի մասին խոսքը գնում, բայց այդ գումարները ուրեմն ձգված են ժամանակի մեջ, դա Կատար, Միացյալ Արաբական Էմիրություններ, Սաուդներ։ Այս 3 երկրի հետ տնտեսական հարաբերությունները մոտավորապես 2 տրիլիոնի։ Մենք տենց առաջի հայացքից պետք է սենց անենք, ինչպես որ Տրամպի կողմնակիցներն են ասում, բայց իրականում խոսքը գնում է 10+ տարվա մասին, այսինքն դա տարեկան ոչ ավելի քան 100 միլիարդ է, եթե ամեն տարի դնեն, բայց մենք այտենց մի քանի բան անցել ենք, այտենց փուլ, այսինքն Տրամպին հեշտ է խաբել։ Դրա դիմաց ինչ ստացան արաբները, սա շատ հետաքրքիր է։ Արաբները դրա դիմաց ստացան նախտ, թույլտվություն, աշխատել ամերիկյան հատուկ եւ նուրբ տեխնոլոգիաներով, այսինքն դա արհեստական բանականությունն է, դա բաներն են, միկրոէլեկտրոնիկան է, որը մեծ հաշվով միշտ արգելված է եղել, եւ ստացան հնարավորություն գնել ամերիկյան զենքզինամթերք, որը որ ժամանակին չէին կարողանում գնել։ Սա ֆանտաստիկ կարևորության բան է, այսինքն հենց հիմա այդ երկրները կարող են, ասենք, artificial intelligence-ի ամերիկյան բաները ստանան, NVIDIA-ից եւ բանից միլիարդավոր կոնտրակտներ կնքեն, բերեն իրանց երկիր։ Իսկ Տրամպը շատ լավ, բայց շատ տենց բան աղի անեկդոտ կա, ասում են Աղդի եւ Նիսայի մասին, շատերը գիտեն, հա։ Այ հիմա նախտ արաբական երկրները ունեն ամերիկյան տեխնոլոգիաների թույլտվություն, իսկ Նիսա Տրամպը ունի 12 տարի հետո 2 տրիլիոն դոլար։ Այսինքն հիշացնեմ, որ ինքը հիմա 80-ն է, 12 տարի հետո ինքը 92-ը, ու ինքը հաստատ նախագահ չի, ու դա ոչ մի բան է։ Այսինքն սա մաքուր պոնտ է։ Ինչն է ստեղ հետաքրքիր։ Բոլոր պայմանավորվածությունները վերջի 2 շաբաթվա ընթացքում, որը Տրամպը ձեռք է բերել, ձեռք են բերվել մեծ կարևոր սենց մի հատ մոտոյով, լոզունգով, թքած ունենք Իսրայելի շահերի վրա։ Հութիների հետ պայմանավորվեցին առանց Իսրայելի հաշտվանը, Համասի հետ պայմանավորվեցին մեկ քաղաքացի կար Ամերիկայի եւ երկքաղաքացի էր Իսրայելի եւ ԱՄՆ-ի։ Դրան հետ ստացան, թքած ունեցան Իսրայելի կարծիքի վրա, ուղղակի վերցրեցին։ Արաբների հետ պայմանավորվեցին, ստեղ կարևորը որն է, իրանք ունեին ժամանակին ԱՄՆ-ն եւ Իսրայելը կնքած ռազմավարական պայմանագիր, համաձայն որի Ամերիկայի Միացյալ Նահանգները ապահովում էին, որպեսզի Իսրայելի բանակը առնվազն 2 արաբական երկրից, ցանկացած 2 գումարային ուժերից ավելի հզոր լինի։ Եթե իրանք հիմա տալիս են, հաստատ չտա հիմա 10-35 որ տվեցին Սաուդներին, պրծավ Իսրայելը։ Ինքը այլևս նույնիսկ մեկը մեկի չի կարողանա կռվի։ Որտեւ ինքը տեխնոլոգիական տարաբերությունը որ կա, այդ Իրանը չի։ Իսրայելը կլիենտ է, client state է։ Ինքը սեփական ոչինչ չունի։ Այսինքն, բացի պոնտերից իհարկե եւ տենց ապլոմբից, բոլոր մնացած, ասենք ջուրը բերում է Թուրքիայից, զենքզինամթերքը բերում է ԱՄՆ-ից, վերաբերմունքը ադմինիստրացիայի Տրամպի երևում է նրանից, որ 17% տարիֆը ինքը թողեց, ոնց մցրել էր Իսրայելի վրա, եւ հաշվարկ ներկայացրել ոնց հասկացա այդ բանի համար։ Հոկտեմբերի 7-ից հետո ԱՄՆ-ի ներկայացված բաների օգնության, տրամադրված օգնության։ Այսինքն այնտեղ ահռելի գումարների մասին է խոսքը, մենակ այն ինչ որ մենք գիտեինք բաց առաջի մի քանի ամսվա մեջ 48 միլիարդ դոլարը գերազանցել է։ Հիշեցնեմ, որ 23 թվականին, այսինքն սա արդեն երկրորդ տարին է գնում, որ այս գործողությունները անցնեն, 6 ամսվա մեջ 40 քանի միլիարդ դոլար, հասկանում եք ինչ թվերի մասին է խոսքը, Իսրայելը հիմա որ քանդես բաներով, պատուտակների սենց փուճուրիկ վաճառես, այդքան գումար չի դուրս գա։ Այսինքն Իսրայելը այդքան չարժի, ամեն ինչով իրա, չարժի այդքան։ Դու չունես Իսրայելում ոչինչ որ վաճառես, որ ստանաս այդ 200 միլիարդ դոլարը, որ ԱՄՆ-ն իր վրա ծախսել է։ Դրա համար ակնհայտ է, որ որքան էլ որ ընդ լոբինգ կա, որ մենք այո Իսրայելին սիրում ենք, բայց ի վերջո, եթե ադմինիստրացիան ասում որ մենք փողն ենք, հիմա ասենք MAGA ակտիվիստները արդեն հակաիսրայելական թեմա են տանում, որովհետև դե հասկանում են, որ իհարկե մենք կարող ենք, իրանք չեն հայտարարում, բայց ներսում գիտեն ինչ է կատարվում։
ասենք դու փող ես էկոնոմիա անում, բայց այդ փողը այստեղ մի հատ sense բան է, ծակ է, ու այդ ծակին շուտ ձեռ է մտնում ու փողը տանում, ինչ անում, ոչ մեկ չգիտի։ Կարծում եք, որ Իսրայելի ուղղությամբ ինչ որ Իսրայելը Նետանյահուի, այո, Նետանյահուն ուներ ահավոր խնդիրներ Բայդենի հետ, շուտով ունենալու է ահավոր խնդիրներ Թրամփ արդեն ունի, ըստ Թրամփի պայմանավորվածությունների։ Իսկ եթե Թրամփի կողմից ունի խնդիրներ, արդեն շատ երկրներից կստանա ինքը։ Դե ինքը արդեն ունի խնդրեմ Եվրամիությունից, մեծ հաշվով վերջերս աչքովս ընկավ մի նորություն, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան համատեղ կոնսուլտացիաներ են սկսել, որպեսզի ճանաչեն Պաղեստինը որպես պետություն, դե Հայաստանը արդեն ճանաչել է, դե հիմա բան չի։ Հա, սենց խնդիրը գալիս է այդ երկու պետության գաղափար։ Ընդ որում ասեմ, խոսքը Իսրայելի մասին չի, մեծ հաշվով խոսքը Նետանյահուի մասին է եւ հա, այդ իր կողքի կանգնած մի քիչ գիժ Դե չէ, Իսրայելն էլ ինչ որ խնդիրներ կարող է ունենալ, որովհետեւ երկու պետություն որ պատասխանատու է այլանալայն։ Երկու պետություն որ ստեղծեցին, եթե ստեղծվեց այն պայմաններով, որով որ պետքա լիներ, հա, այսինքն այդ հրեական նորաստեղծ բնակավայրերը զավթած, եթե հանեն եւ բերեն Իսրայելի տարածք այդ մարդկանց, կզարգանա։ Եթե այդ նորաստեղծները թողեն օրինակ Արևմտյան ափին, Հորդանանի եւ սկսեն այդտեղ պարտիզանական շարժում, Իսրայելը կոչնչանա շատ արագ։ Ես էլ եմ ասում, եթե ինչ որ մեկը ուզում է հասկանա, թե ինչպիսի բախտ է սպասում Իսրայելին անկախ ամեն ինչից, վերցրեք, նայեք Երուսաղեմի թագավորության խաչակրած առաջի արշավանքից հետո ստեղծված Երուսաղեմի թագավորության պատմությունը։ Իսրայելի վերջը դա է։ Որովհետև Իսրայելի այսօրվա բնակչությունը իրական հրեականը տեղի բնակչության հետ շատ քիչ կապ ունի, շատ քիչ աղերս ունի, դրանք հիմնականում ռուսական կայսրությունից եւ հետո ԽՍՀՄ-ից գնացած մարդիկ են, որոնք այդ տարածաշրջանում ոչ թե օտար են, այդ տարածաշրջանում իրանք թշնամական են, ոնց ասենք ինչ որ մի սուրբան, որ մարմնի մեջ մտնում, թարախակալում է կողքը։ Իրանք իրանց տենց են պահում։ Իրանց տենց են պահում, որովհետև դու եկել ես, դու չես կարող էթնիկ զտում անես։ Այդենք պաշտոնապես ասում են, որ մենք պետք է էթնիկ զտում անենք, ու ոչ թե Նետանյահուի մակարդակով։ Նայում եք ռուսերեն գրող բլոգերը Իսրայելում բանում, իրանք առանց բանի, ասում հա դե պետք է վառենք, թափենք, շպրտենք սրանց դուրս բանցած։ Ամերիկայի դիրքորոշումը կարծում եմ ինչ որ բան, կարծում եք հարցի տեսքով։ Այո։ Ինչ որ բան փոխելու է այս։ Ամերիկայի դիրքորոշումը միանշանակ փոխվում է։ Փոխվում է եւ իր հերթին փոխելու է շատ բան այդտեղ։ Այդ ճակատով։ Այո։ Փաշինյան-Ալիև համացանցը, չգիտեմ որքանով եք ծանոթ համացանցում հայտնված, եւ ադրբեջանական ԶԼՄ-ներն են տալիս, եւ հայկական ԶԼՄ-ներն են տալիս, այնտեղ ներկա, ուրեմն, դե ասենք առաջ ընկա Ալբանիայում են գտնվում, եւ զրույցներ են ունենում, ջերմ զրույցներ, Ալիևն է ժպտում, Փաշինյանն է գործնական խոսում, ուրեմն Միրզոյանը եւ Բայրամովը կողքը, հիշում եք, մեկ անգամ էլ այդպես եղավ, շատ ջերմ հարաբերություններ են եւ բոլորը հիանում են։ Այդ հիացմունքն էր ամենահետաքրքիրը, ոչ թե այն, որ Փաշինյանը եւ Ալիևը կամերաների առջեւ այսպես ցույց են տալիս, որ իրանք զրուցում են, այլ թե ինչպես են այդ զրույցը ընկալում կողքը գտնվող այլ երկրի ներկայացուցիչներ։ Ձեր մեկնաբանությունը։ Հա, դա էլ ավելացնեն, ամիջապես հենց այսօր, մի քանի ժամ հետո այդ լուսանկարները տարածելուց հետո, Ադրբեջանի ԱԳՆ-ն մի հատ հենց երկար ինչ-որ հայտարարություններ արել, որտեղ վերջում գրած էր Հայաստանի զինանշանը արտացոլում է հարևանների հանդեպ նկատմամբ ունեցած տարածքային պահանջներ։ Զինանշանը։ Այ ներող եղեք։ Չէ, թեմա է, կարևոր թեմա է, որը այդ հոգոցս նրան էր վերաբերում, որ ես ուզում եի հասկանալ որտեղից սկսեմ։ Կարող եք զինանշանից, քանի որ ես բերեցի զինանշանը սենց ասեմ։ Կամ այդ ժպտացող Ալիևա Փաշինյանական զրույցներ։ Ժպտացող Ալիևա Փաշինյանական զրույցները ոչինչ չեն նշանակում։
Փաշինյանի վարկանիշը ավելի ցածր է Հայաստանում երևի թե քանց էլ չասելով ելում, էլ եմ ասում, որպես այդպիսին Փաշինյանի հիացմունքը սովետական կոլխոզնիկի կյանքով ինձ արդեն նույնիսկ ծիծաղ չի առաջացնում։ Կա լուրջ խնդրեմ։ Հայաստանի այն ղեկավարը, որը նայում է դեպի արևելք, շատ վատ ավարտ ունենում միշտ, թե պետական առումով, թե բանի։ Փաշինյանը ցավոք սրտի կրկնում այն ճանապարհը։ Ինչ է նշանակում նայում է դեպի արևելք։ Այսինքն հարաբերությունների այդ խաղաղության խաշմերուկը որտեղից է առաջացել։ Խաղաղության խաշմերուկը առաջացել է նրանից, որ Փաշինյանը ուզում է Ադրբեջանով ինչ-որ միտեղ դուրս գա։ Հասկանում եք։ Ադրբեջանով, այստեղ բանալի բառը Ադրբեջանն է, հա։ Ադրբեջանով ինքը կարա դուրս գա բացառապես Ռուսաստան։ Ոչ միտեղ, որովհետև եթե խոսքը վերաբերում է կենտրոնական Ասիային, մենք Իրանով կարանք դուրս գանք։ Բանաձորիցը խնդրեմ։ Ադրբեջանը մեզ պետք չի։ Թուրքիա գուցե Թուրքիայի Ռուսաստանն էլ մեզ պետք չի։ Գուցե Թուրքիայի Ադրբեջանի միջոցով Թուրքիայի հարց։ Ասենք, հիմա Ադրբեջանի միջոցով Թուրքիայի հարց։ Այդ հարցը տենց չի լուծվելու։ Ասեմ, պաշտոնապես Թուրքիան ասում է, որ էս սենց է, նենց է, այդ հարցը լուծվելու է Թուրքիայի հաջորդ կառավարության ընթացքում, ակնհայտորեն հիմա չի լուծվելու։ Հենց որ я սպասես, я հիմա վիզ դնես ու մեկ այդ 27 թվից հետո լինի, ոչ բան չի փոխվի։ Այսինքն դու հանգիստ կարաս ոչինչ չանես, լրիվ նույն արդյունքի։ Եվ դա, ասենք, էներգիայի պահպանման օրենքն է։ Եթե կարող ես էներգիան պահպանես, կոպիտասից խիստ ծախսում այդ էներգիան ինչ-որ բանի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այն ինչ որ Ալիևը ժպտում է բանանում, չենք մոռանում, Ալիևը պրոքսի է։ Ալիևը ինքնուրույն խաղացող չի։ Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ խաղաղության պայմանագիրը վերջնականացված։ Պայմանագիրը ոչ թե համաձայնագիրը կարա կնքվի միայն ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո կամ բունկերային առնետին սատկացնելուց հետո ինքը նույն Վովչիկ Պուտին կամ ասենք այնպիսի մի ծանր պարտություն կրի Ռուսաստանը, ասենք նույնիսկ եթե Պուտինը չսատկի, սատկացի հաշիվ լինի։ Մենակ այդ պարագայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարող է ստորագրվել այդ պայմանագիրը։ Ուժեղ Ռուսաստանի պարագայում Այո, ուժեղ Ռուսաստանի պարագայում, Ռուսաստանի սառեցված կոնֆլիկտի պարագայում, ստատուս կվոյի սառեցման պարագայում, Ղրիմը թողենք Ռուսաստանին, մնացածը կտենանք բոլոր մնացած բաներում, մեզ սպասում է ծանր պատերազմ։ Այսինքն Երբ ես ժամանակ առ ժամանակ զայրանում եմ բոլոր նրանց վրա, ովքեր ասում են դե լավ ոչինչ եկեք օգտվենք, կամ չգիտեմ, այս կամ այն կերպ օժանդակում են Ռուսաստանին մի կոպեկ փող աշխատել, ես ասում եմ չի կարելի, ինչի համար, որովհետև հաշվարկները ցույց են տալիս, որ ցանկացած պարագայում, եթե Ռուսաստանը չի պարտվում, հաջորդ պատերազմը լինում է ստեղ Ադրբեջանի ձեռքով, որպեսզի Հայաստանը ոչնչացվի։ Այսինքն եւ Ադրբեջանը եւ Հայաստանը ներողություն խամաճիկներ են Հայաստանը խամաճիկ չի։ Պուտինի ձեռքում։ Չէ, Հայաստանը խամաճիկ չի, Հայաստանը թիրախն է, որը պետք է ոչնչացվի։ Դրանք տարբեր բաներ են։ Խամաճիկները ինչ են ոչնչացնում։ Զոհը չի, թիրախն է։ Հայաստանի ձեռքում ոչինչ չկա, որ կարողանա չլինել թիրախ։ Չէ, թիրախ, այսինքն եթե դու սուբյեկտ ես, դու մեկի թիրախն ես։ Եթե դու թիրախ չես, դու ոչնչություն ես։ Որտե այդ բարձա չէ։ Եթե դու ապրում ես որպես սուբյեկտ, դու ինչ-որ մեկի թիրախն ես։ Ու ինչ-որ մեկն է քո թիրախն է, նենց չի որ բան, այդ տենց է։ Պատկերացումները նրա մասին, որ միջազգային հարաբերությունները բարի են, ժողովրդավարական են, Ֆրանսիս Ֆուկույամայի դեմոկրատիան է, կարող եք փաթաթել եւ մտցնել են մարդկանց այնտեղը, որտեղ իրանց դիպլոմներն են եւ ասում եմ մանկության երազանքները։ Չկա տենց բան։ Աշխարհը ամբողջությամբ եւ բացառապես հիմնված է կոնֆլիկտի, սպանության եւ այդ կոնֆլիկտների քողարկված վիճակների վրա։ Ոչ մի ուրիշ հարաբերություն հոմո սապիենսը չի ստեղծել։ Այսինքն երկիր մոլորակում չկա։ Այս դինոզավրերը ուտում են այս դինոզավրերին,
այս կատնասունները ուտում են, այս կատնասունները, այս homo Ջունգլի- homini lupus est, մարդը մարդուն գայլ է։ Այլ կերպ ձևակերպեմ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերություններ, եթե կարելի այդպես ասել, կամ ճակատագիրը, ավելի խիստ եմ ասում, Պուտինի ձեռքերի մեջ է։ Ոչ։ Էլի բացեք, որովհետեւ այնինչ դուք ասացիք, սա բերում է այդ իմ Ադրբեջանը Պուտինի խամաճիկն է։ Լավ։ Հայաստան եւ Ադրբեջան հարաբերություններ գոյություն չունեն։ Չեն կարող ունենալ։ Ուղղակի չեն կարող գոյություն ունենալ։ Հայաստանը արևելքում ունի, ասենք, ինչ-որ բան, հորդ, վաշի բոզուկներ, ոչնչություն, ոչինչ, իրանք ոչ ազգ են, ոչ բան են, ոչ մի բան են։ Իրանց առավոտը արթնացնում են, ասում են հային պիտի մորթես։ Այսինքն դու իր այդ չես կարող պայմանավորվես։ Դու որ գնում ես պայմանավորվելու, իր մոտ մեխանիզմ է աշխատում, հային պիտի մորթես։ Դու չես կարող իր այդ պայմանավորվես, ինքը քո չի գալու խոսալու, ինքը քեզ գալու մորթելու։ Հանգուցալուծում չկա, լուծում չկա սրան։ Կա, Պուտինը պիտի սատկի։ Պուտինը որ սատկեց, Ադրբեջանը կփոխվի որպես համակարգ։ Կդառնա, չգիտեմ, Լիբանան, Սուրիա, Լիբիա, ինչ որ մի բան։ Այսինքն ռեժիմը, որը հիմնված է KGB-շնիկի ընտանիքի վրա եւ KGB-շնիկի ռեժիմը, իրանք բան չեն, ոնց են ասում, դագավարասպասոբնի չեն։ Դու չես կարող իրանց հետ պայմանավորվես։ Ոչ Պուտինի հետ կարաս պայմանավորվես, ոչ Ալիևի հետ կարաս պայմանավորվես, դրանք ֆեյք են իրանք։ Ունակ չես, դու չգիտես, այդ ամորֆ բան է ու կա ինչ-որ մի հատ խմբակ։ Պուտինի մոտ ընդեղ բանն է, օզերոկ օպերատիվն է, սրա մոտ Փաշաևների, Ալիևների կլաներն են։ Այսինքն իրանք բան չեն, սուբյեկտ չեն, բանդիտական համակարգ է, իրանց գողական սխոտքով, սուտի գողական հավայի գանգստերներ են սա։ Անես չի, որ բարոյականություն եմ ասում, բարոյականության ոչ մի հիմք, ոչ մի օրենք, ոչ մի կանոն չկա։ Ոչ մի բանի կանոն չկա, նույնիսկ այդ չկա, որ գնաս ասես, չգիտեմ, դե ասենք հասկացողությամբ սա սենց պետք է լուծվի այս հարցը։ Էդ էլ չկա, պանյատներ չկա, ոչ մի բան չկա։ Իրենց լեզվով։ Ոչ մի բան չկա, Ալիևը դեմ չի, որ իր կնգայետով ասես թրվռում է, Պուտինը դեմ չի, որ իր կնգան, ասենք, կնիկն ով է, Կաբաևան ախրանիկների հետ այնի ֆրֆռում, ոչ մեկին դեմ չի, չկա պանյատ։ Ասենք այդ անբարոյական, մարդասպան, մանկապիղծ, ինչ-որ զանգված է։ Համ սրանք, համ նրանք, անհասկանալի է, ինչի է դա, դրա համար կարան ժպտան, հանգիստ կարա ժպտա, հետո կարա քեզ մորթի։ Դրանց առաջ էլ էին ժպտում։ Ոչ մի չի փոխվում, հա, այդպես ինչ-որ բան չի ուշադրություն դարձնում։ Հիմա զինանշանը, եղբայր, զինանշանից ես դժգոհ եմ իհարկե։ Բայց արդյոք իրանք գիտեն մեր զինանշանը որն է։ Ցավոք թե Հայաստանում էլ շատերը չգիտեն մեր զինանշանը որն է։ Մեր զինանշանը ասենք դա առյուծն է եւ արծիվն է, ինչ ունենք այնտեղ մենք որ բան չի։ Ինչ-որ ում ենք դրանով վնասել։ Չէ, այն ինչ-որ ընդ նկարած է, դա զինանշանի մի կոմպոնենտն է։ Որովհետեւ նորմալ երկրը, քանի որ այն բաններ, Քյորմի աշկանի կիսագրագետ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվա ստեղծած զիման, ոչ մեկ չի հասկացել, որ այս բռնիչները, որտեվ դա կոչվում է բան, holders, պահողները, կամ պետքա փոքր լինեն վահանից, եւ իրանք լինեն վահան պահող, օրինակ ոնց որ Մեծ Բրիտանիայի զինանշանում առյուծը եւ բանը, ինչ այնտեղ դինարոգը։ Իսկ մեր դեպքում դա պետքա լիներ առյուծը եւ արծիվը, իրանք պետքա պահեին։ Այդ դեպքում քո զինանշանը այն է, ինչ որ վահանի վրա է։ Բայց երբ որ իրանք այնքան մեծ են, որ վահանը իրանք կեսի չափ է, քո զինանշանը դառնում է առյուծ եւ արծիվ։ Հետևաբար բոլոր մնացած պրետենզիաները անիմաստ են։ Էլ չասած, որ պատմական զինանշանի այնտեղ որ դրած է, սաղ սուտանը կարած, ոչ մեկը տենց չի։ Որտեվ սենց կիսապարկած բաներ չկան, էլի առյուծներ չկան։ Ռուբինյանների կամ չգիտեմ այնտեղ չգիտեմ ում երկգլխանի արծիվն են տեսել որ դրել են, լավ է։ Ոչ բրեդ է, բրիդացին է այդ բանը։ Ամեն դեպքում բացատրում եմ որ կապ չունի ադրբեջանցին ինչ կասի, ինքը բացառապես Պուտինի խամաճիկն է։ Եվ իրականում այն ինչ մեզ պետք է,
Մեզ պետք է դիվանագիտական հարաբերությունները խորացնել իրական դաշնակիցների եւ կայուն բաների հետ։ Եվրամիությունը Հնդկաստանն ինչ-որ հարաբերություններ կազմել, Թուրքիայի հետ բանակցությունները շարունակել, սпасելով մինչև Յասատկի կամեշատերը։ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակել ասեցիք դուք։ Օրերս չգիտեմ էլի հասցրել եք հետևել թե ոչ, ազգային ժողովում հետաքրքիր քաղաքական ձևակերպումներով, որ ամբողջ հանրությունը բուժխնում էր այդ ձևակերպումները, դա չի կարևորը։ Կարևորը ինչի վրա ուզում եմ ուշադրություն դարձնել, Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորող պաշտոնյաները, ազգային ժողովում ներկայացված պատգամավորները թուրք բառը իրար ուրեմն հանդեպ օգտագործում են որպես վիրավորանք։ Այստեղից հարց. դուք որ իրար վիրավորանք եք, եթե փողոցում մարդիկ անում են, էլի, չգիտեմ, դրան ոնց են վերաբերվում, դա այլ հարց է։ Փողոցը թողնում ենք փողոց։ Մենք խոսում ենք ազգային ժողովի ամբիոն։ Որքանով եք ճիշտ համարում եւ ինչի մասին է խոսում, երբ որ իսկապես այն մարդիկ, որոնք բանակցում են, Թուրքիայի հետ հարաբերությունների մասին են խոսում, իրար վիրավորում են ասելով քո պապն է թուրք եղել, դու ես թուրք, քեզ թուրք ասողը, ինձ թուրք ասողը եւ այլն։ Ինչի մասին է դա Խոսքը Լևոն Քոչարյանի եւ այդ բնածած բանի մասին, հա, Արսեն Թորոսյան մասին։ Արսեն Թորոսյան, հա, Արսեն Թորոսյանը բանը լսեցի։ Նախագահ ազգային ժողովի։ Հա, հասկացա։ Թուրք բառը որպես վիրավորանք, թուրք բառը որպես վիրավորանք օգտագործվել է։ Ազգային ժողովում։ Թուրք բառը որպես վիրավորանք Օսմանյան կայսրությունում օգտագործվել է միշտ։ Այսինքն թուրքը եղել է վիրավորական Օսմանյան կայսրությունում։ Այդ հետո Քեմալն է տենց որոշել, որ ինքը դարձել է որ Աթաթուրք ու ասել է որ սա ինք ասեք թուրք, իսկ մինչև այդ թուրք բառը այլանդակ հայոյանք էր։ Թուրքի համար կարային մորթ էին, որտեղ իրանք կամ Օսման էին, կամ ասենք մարդը Իրան ունեին, բայց թուրքը այդ բանն է։ Գարշահոտ հանող գեղցի անտեր, ասենց ինչ-որ բան պերսոնաժ քոչվոր, որ քաղաքների հետ կապ չունի, որին ատում էին այն նրանց, ովքեր Օսմանո թուրքերն էին, որոնց որ մենք սովորա, Պոլսի, Սմիրնայի կամ Ադանայի։ Այսինքն դա վիրավորական է, չէ։ Դա ազգությանը չեն վերաբերել, ազգությանը չէր վերաբերել։ Ով, մերո, էս։ Իրականում նրանք ովքեր դա ասում են, իրանք էլ են գեղցի անտեր, այսինքն քաղքենի անիմաստ բանով։ Չի կարելի նախ եւ առաջ դա չի կարելի, որովհետեւ ազգային ժողովում դա քսենոֆոբիայի եւ շովինիզմի դրսեւորում է։ Ինչ տարբերություն։ Այսօր ասենք թուրք, վաղը կասեն հրյա, այն մյուսօր ինչ-որ բան կասեն ուրիշ։ Ընդունել ամենակեն պարագայում, եթե դու ասենք, չգիտեմ, կարաս ասես պուտինիստ։ Այդ ինչ-որ ֆաշիզմի դրսևորում է։ Ինչպես կարաս ասես ռուս։ Կարաս ասես, չգիտեմ, ինչ-որ մի բան, որը քաղաքական աստար ունի։ Սա էթնիկ աստար ունի։ Սա ամեն դեպքում ինչ-որ թեմա է։ Բացի նրանից, որ թուրք ասելով իրանք հասկանում են այն ինչ որ երկար տարիներ Ռուսաստանը եւ Սովետը փորձում էին սերմանել, որպեսզի երբևիցե թույլ չտան, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները ուղիղ միանշանակ բաներ լինեն, բանակցային ճանապարհով լուծվեն, որովհետեւ սրա կարեւորությունը այն է, որ ի վերջո մենք կարող ենք հասկանալ այդ պահից, թե իրական վնասները մենք ումից ենք կրել ավելի շատ եւ ոնց է դա եղել, այսինքն նախապայմանը, որովհետեւ մենք երբևիցե այդ ճանապարհը չկրկնենք։ Որտեղ ակնհայտ է, որ մինչեւ 1856 թիվ մենք որոցը խնդիր չենք ունեցել եւ բոլոր խնդիրները լուծվում էին նույն կերպ ինչպես, ոչ մի խնդիր, լիքը խնդիր ունեցել ենք, բայց այդ խնդիրները կապված են եղել Հայաստանի անկախանալու հետ, ոչ թե հայերը ապստամբեն եւ այս տարածքը տան Ռուսաստանին։ Երբ որ խնդիրը գնում էր, ոնց որ Հունաստանում էր կամ ոնց որ Բալկաններում էր, այդ տիպի բաները ապստամբությունները այլ կերպ էին լուծվում ի վերջո։ Եղեռնը առաջացավ մեծ եղեռնը եւ մեծ ցեղասպանությունների շարքը, որը գնաց ինքը եղավ այն պահից, երբ
թուրքական կենտրոնական Օսմանու կենտրոնական հետո արդեն երիտուրքերի կենտրոնական ղեկավարությունը հասկացա, որ սրանք այդ SS կռիվը չի, սրանք ստեղ ռուսներին են բերում։ Այսինքն ոչ թե իրանք կարող լավ ջահանդամ ոնց որ Բոսնիային կամ Հունաստանի բանին ի վերջո եկավ դե լավ ջանդամ ճանաչենք, թողենք թող բուֆերային երկիր լինի մեր ու նրանց միջև։ Բուֆերային երկիր Հունաստանը ոչ շատ ուժեղ, ոչ շատ թույլ, ասենք, չգիտեմ, մեր եւ Իտալիայի, Իսպանիայի, չգիտեմ, ընդ Գերմանիա, բանը, այնտեղ Ավստրո-Հունգարիայի բանը, հա, իսկ ստեղ ոչ թե Հայաստանը դե լավ ջանդամ թողենք թող անկախանա թող լինի բուֆերային գոտի, մենք ասախ թուրքերեն խոսում են, մեկա Պոլսում ինչ ուզում է Սարա Պոլսի հալալ կեսը հայեր են, մեկա այս փողերը ստեղը թող այնտեղ մի հատ բուֆերային Հայաստանը լինի, մենք այդ բանը կարող Ռուսաստանը չլինի։ Չէ, այտենց չեղավ։ Ինչ որ մի պահի ռուսական ճնշման տակ հայերը սկսեցին ապստամբել, որպեսզի սա լինի Ռուսաստան։ Այդ գաղափարական հարցն է պետք հասկանալ։ Բացի դրանից, պարզում է, որ օրինակ Էնվերը ռուսական հետախուզության գործակալ է եղել։ Դե հիմա ինձ ասեք, ռուսական հետախուզության գործակալը, որը Յուդենիչի եւ Վարանցով Դաշկովներ թե ով էր այդ ժամանակ չեմ հիշում, միասին իրականացնում են հայերի ոչնչացում հայկական լեռնաշխարհում։ Արդյոք ես սխալ եմ, որ ասում եմ, որ հիմնական մեղավորը ցեղասպանության Ռուսաստանն է։ Չէ որ Ռուսաստանի գործակալն է։ Չէ որ ինքը այնտեղից փախել է եկել է Ադրբեջանա ստեղծել եւ առաջին ինչ որ արել է Ադրբեջանում հայերի կոտորածը արել եւ էթնիկ զտումը արել հայերի։ Շատերը երբ որ դուք դա ասում եք, մեղադրում են, ասում են նշանակում է դուք թուրքերի գործոնը նվազեցնում եք, ռուսների գործոնն եք ավելացնում։ Նորից եմ բացատրում, այդ տարիներին թուրք որպես գործոն չի եղել, թուրքը եղել է ծնողապիղծ հայոյանք։ Եղել են Օսմանու բաներ, այն նրանք ովքեր արել են եղել, դրանք եղել են չերկեզներ եւ քրդեր։ Լավ, իմ հարցս այդքան գործոնը չես կարա հանես կամ չհանես։ Գործոնը հրաման տվողները եղել են երիտթուրքեր, իրանք չեն բանանում Օսմանյո հանրապետությունը 19 թվականին պատմության մեջ առաջին անգամ ասել է, որ սա մարդկության դեմ գործած հանցագործություն է, վճռագործություն է եւ այլն եւ հիշացնեմ 18 թվականին այդ նույն կոտորածի տեղերով, այդ նույն մարդկանց միջով, ովքեր այդ կոտորածը արել են, Հովհաննես Թումանյանի պատվիրակությունը առաջի հանրապետության գնացել է Պոլս եւ վերադարձել է։ Եվ ոչ մեկին չի մորթել։ Այդ եմ ասում ընդհանրապես։ Դուք դա եք ասում, ես այնուամենայնիվ վերադարձնում եմ իմ հարցս, դիվանագիտության տեսանկյունից արդարացված է, ճիշտ է, կարող եք ասել ոչ մի խնդիր չկա, իզուր ես դրա վրա ուշադրություն դարձնում։ Դիվանագիտության տեսանկյունից այն մարդիկ, ովքեր գնում են Թուրքիա, ովքեր բանակցում են թուրքերի հետ, ովքեր կարգավորման մասին են խոսում Թուրքիայի հետ, խոսքը գնում է պետական պաշտոնյաների մասին։ Նրանք թուրք բառը նորմալ է որպեսի օգտագործեն որպես վիրավորանք։ Իհարկե ոչ։ Պարզապես դա էր իմ հարցս։ Դիվանագիտությունը Հայաստանի, պետական այրը Հայաստանի։ Այդպես բարձր կոչում։ Հա, ես շատ սիրուն բառեր եմ օգտագործում, պետական այր։ Հաբա չեմ ես։ Ազգային ժողովի պատգամավորի կանգառներից հավաքած պատահական մարդիկ, ում ձեռք ընկել են կնիկներ։ Բլանկ, թուղթ, ասենք ում սովորացել են կոճակ սխմել, պատահական մարդիկ կամ պետք է չվարեն բանակցություններ Թուրքիայի հետ։ Դախը տեսեք, չեն կարա չվարեն բանակցություն։ Համարելով, որ թուրք Հայաստանի զարգացման ճանապարհին իրանք ուղղակի բան են, ինչ ասեմ, դիտորդ են կամ ասենք, չգիտեմ, ուղևոր։ Իրանք ուղղակի ստիպված են անել Ինչի մասին է սա վկայում, պարզապես գնահատական, կարող ենք չեն կար, ասում եմ ձեզ պատահական մարդիկ են կանգառներից հավաքած, ինչ գնահատական տաս։ Գնահատականն այն է, որ Չէ, կարամ գնահատական տամ կկտրեք։ Չէ, ես, հա, Ասենք, բարձրաչու ինչ ասեմ, որակավորում, ես ասում եմ գնահատական, մասնագիտական աստիճանի։ Մասնագիտական, նեզաչոտ։
Աբսուրդ չի կարելի դա քննարկել նույնիսկ, հասկանում եք, երբ որ մենք դա տեսնում ենք, ժամանակ առ ժամանակ տեսնում ենք, տեսածին պես դրանք ինչ որ sense մենք լսում ենք դա վիրավորական ձևակերպում պետքա տաս ամեն մեկ առանձին ոչ թե եթերից բայց իրենք էլ են իրար վիրավորում չէ այտենց չէ դու պետք է ասես որ չգիտեմ իրենք այլ ձևով իրար հետ չեն շփվում ով է իրանք ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը ով Ռոբիկի տղեն ինձ համար ես անուն առանձին չեմ ասում չէ դες չի կարելի որովհետև այնտեղ չեղավ մեկը որ կանգնի եւ ասի սա քաղաքական մարդիկ են բանավեճ չէ քաղաքական մշակույթ չէ դրանք պատահական մարդիկ են քաղաքացիական պայմանագրի երբ էր մեկ ամիս առաջ էր որ քննարկում էինք որ Նիկոլասը կադրային քաղցամուտը այդ կադրային քաղցը իր մոտ ամենասկզբից է 21 թվականից որովհետև այն ով որ կարա քիչ թե շատ բանանի ինչ որ բան ներկայացնի ինքը հանեց տարավ կառավարություն կամ գործադիր մարմինների մասով դրեց որովհետև բանը ազգային ժողովում մնացել է 10-ից 12 հոգի ում ընդհանրապես կարելի է ենթադրել որ իրանք ինքնուրույն մտածելու ունակ են բոլոր մնացածը կոճակ սխմող են հասկանում Գնայեք հասարակությունը պետությունը նրանց փող է տալիս որ նրանք մտածեն թե նրանք ծառայեն երկրին դա չգիտեմ երևի նրանք ինչ որ գործառույթներ չէ պետք է ունենան մտածելուց բացի բայց կարողանան մտածել այդ լավ է որ ասում եք կան մարդիկ որ կարողանում են մտածել բայց բացի դրանից 12 հոգին են թող լինի գոնե 12 հոգի բայց մնացածը մենք ինչ ենք սպասում այդ մարդկանցից ով ես սպասում եմ որ իրանք արագի մեջ մինչև արագացրած ռեժիմով եթե կարողանան մինչև 26-ով եթե չէ 26 տվին փաթեթավորվեն ու դուրս գան քաղաքականությունը սա խայտարակություն է սա ուղղակի խայտարակություն է ախր դուք նայում եք ինչ որ երևում է դուք հարց եք տալիս որը որ հնչեղություն ունի հենց հիմա հա ասենք թուրքը դու ես թուրք Okay, լավ, ինչ թուրքասողը։ Ինչ նկատի ունեք։ Հա, դա հիմա չգիտեմ, ինչ թուրքասողը ինչ բան եք անում, ինչ Հավայի գանգստերություն եք անում արա։ Ինչ եք ձեզ դրես սուտի գողագանի տեղ։ Ասենք հասկանում եք, չէ, որ այդ մարդիկ բոլորը այդ թվում, բոլորը դրանց մի մասը մի 20 տարի Ես մի մասը մի 6-ից 7 տարի անձեռն մխելի են մոտը մոռացել են որ անվոտը կոտրելի չեն պետական պահպանության տակ ապրող մարդիկ են իրանց թվում է իրանք տենց շատ բան են էլ եմ ասում իրանք այդ պաշտոններից որ դուրս եկան իրանք չգիտեմ ոնց ապրեն դուրս են եկել այս հիստերիկությունը ամեն դրա հետ է կապված Իրանք հասկանում են, որ մանավանդ այդ բանը են թևը, որը Քոչարյանի բաներն է ապահովում, իրանց վարկանիշը ընդհանրապես զրոյական է, սրանք գոնե մի 18% ունեն, պլյուս պետական բան, ասենք չգիտեմ, ադմինիստրատիվ ռեսուրս, մինչև 26, 27, 28 երաշխավորված ունեն, հələ դրանից ավել ինչքան կհավաքեն, մեծամասնություն չեն հավաքի, բայց վստահաբար ինչ որ մի մասով ներկայացված կլինի։ Պարոն Սարգսյան, 26 թվականին ընտրություններ են, բոլորս գիտենք, խոսում ենք ժամանակ առ ժամանակ, դուք էլ ասեցիք, կարող է ինչ որ բան փոխվել։ Կարող է ինչ որ բան փոխվել մինչև 26 թվական ընտրությունների մասին։ Խոսքը ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի տեսանկյունից։ Դուք տեսնում եք, որ ինչ որ բան արդեն ուշ է, իրանք արդեն գնում են բան, ընթացիկ Դա կարող էր փոխվել, ասենք, եթե հունվարին իրանք փորձեին կամ դեկտեմբերին։ Իրանք ովքեր են։ ԿՊ-ն։ Մենակ ԿՊ-ն կարա արտահերթ ընտրություններ անի, որովհետև համակարգը այնպեսին է, որ պետք է Նիկոլա հրաժարական տա 3 անգամ այդ բանը գործընթացը պետք է կրկնվի հրաժարականի, որից հետո նոր նշանակվի։ Բայց հիմա արդեն դե հունիսն է, էլ ինչ իմաստ ունի, մյուս հունիսին հենա ընտրություններ են էլ։ Դե իմ ասելիքս դա է հասարակությունը, հասարակության տեսանկյունից եկեք դիտարկենք կամ քաղաքական ուժերի կամ ձեր կարծիքով դուք արդեն տեսնում եք 26 թվականին ում միջև է լինելու պայքարը թե էլի նույն խաղացողներն են լինելու։ Չէ, ես տեսնում եմ։ Այն ինչ մենք հիմա տեսնում ենք, շարունակելու ենք եւս տևական ժամանակ տեսնել։ Ես գիտեմ ում միջև ալինելու պայքարը իրական, բայց ես գիտեմ, որ ցավոք սրտի հանրային հեռուստատեսությունով մարդկանց հրամցվելու է պայքար
Ռոբիկի եւ Ռոբիկի որդու եւ հեծանվորդի ու հեծանվորդի հետևից վազողների Նույն միջեւ խաղացողները։ որտեվ իրանց երկուսն էլ երկուսի համար էլ քաղաքականության մեջ մնալ պետական պաշտոնյաներից բան ասենք, չգիտեմ, Toyota Service-ով ինչ-որ գումարներ պետությունից ստանալ սրանց է մնալ պետականության մեջ եւ պահպանել իրանց գումարները կամ ընտանիքի անվտանգությունը, սա միակ տարբերակն է, որ իրանք հիմա իրար պետքա ծեծեն։ Ես օրինակ սպասում եի, որ իրանք մի հատ չափալախ կտան Դե կգա այդ մի օրներ Հա, որտեվ դա պետք է, պետք է թեժանա, չի կարա չթեժանա սենց։ Ասենք թե լավ, էդ էլ տեսանք, դա չի խնդիրը։ Խնդիրը նայեք 26 Դեք իրանց համար այս սենց որ դուք խոսում եք։ Դա Մի սնունդ քիչ է, հա։ անտավրբեր, չէ, այս սենց որ դուք խոսում եք, դա իրանց համար վիրավորական է։ Որ մի քիչ շարունակենք սենց խոսել, իրանք արդեն կարող է իրականում հա սկսեն իրար չափալախել։ Հետո մեկը կպարզու, որ Քոչարյան Ռոբիկի ախրանիկի սիրուհու երկրորդ երեխու նիվեն տրակեց։ Չենք դիտում, չէ՞, մենք հետ գանք նորից իմ հարցին։ Մենք նրանք աշխատավարձ են ստանում, Հա, դե հազիվ է հիպոթեկին են տալի էլի այդ աշխատավարձը։ Ինչի համար են աշխատավարձ։ Ես չգիտեմ օրինակ։ Ինչի համար են աշխատավարձ ստանում, որովհետև 21 թվականին падգամավորը գնում աշխատանքի։ Որ падգամավորը։ Տեսեք, падգամավորը ընդհանրապես գնում է աշխատանքի, բարձր օրենսդրական օրենսդիր մարմին է։ Այսինքն իրանք Որպեսզի օրենք գրի, հա, Բացի դրանից իրանք ունեն վերահսկողության մեխանիզմ։ Հացի օրենք գրելուց։ Իրանք ունեն այսպես կոչված խորհրդարանային դիվանագիտություն, այսինքն հարաբերություններ բարելավել։ Օրինակ մեր ազգային ժողովը բաց էր թողել այն պահը չնայած, որ Իտալիայից իրենց հրավեր եկել էր, որ կարող էին այդ եղանակ ստեղծեին եւ Ադրբեջանի համար, ինչպես նաեւ Թուրքիայի բարթացնեին հարաբերությունները Լեոնարդոյի հետ, որտեղ որ հիմա Լեոնարդոն չի իհարկե մեկ այլ ընկերություն է իտալական, Բայրակտարը պայմանագիրական է, բայկար ընկերություն է, դիվանագիտական, բայց քանի որ մեր մոտ են Բարադի Վովչիկն է հիմա նստած Իտալիայում, մոռացեք որ դա կլինի, որ Կիևի հետ ամեն ինչ արեց փչացրեց, Մոլդովայում ոչ մի բան չարեց, հիմա չգիտեմ Իտալիայում ինչ անում։ Լուրջ եմ ասում, չգիտեմ, որ իմանամ որ մենակ աուտլետից բան է առնում ուղարկում, ստը չեմ զարմանում։ Այսինքն այդ տիպի ոչ մի բան մենք Իտալիայից չգիտենք, ոչ մի բան չի կատարվում Իտալիայում յանի։ Սուտ։ Լիքը բան կա որ Իտալիայում կատարվում է, բայց մեր դեսպանը այնտեղ Վովչիկն է։ Լավ լրված է, տակ։ Էսա։ Օրինակ դիվանագիտություն, երկրորդ տարբերակ։ Մենք ունենք լավ հարաբերություններ, օրինակ Իսպանիայի հետ, որը գրեթե ֆեդերատիվ է։ Օրինակ բասկերի հետ, բասկերի падգամավորները ժամանակ առ ժամանակ տարբեր տեղեր Բասկոնիայից ընտրվածներ պրոհայկական բաներ են անում, հա։ Հայաստանից երբևիցե ինչ-որ մեկը գնացել է Իսպանիա։ Այդ նպատակով ոչ թե Բարսելոնա հանգստանալու կամ բան չէ։ Նայում ես ասում ես չէ, օքեյ, լավ։ Բայց լիքը տարբերակներ կան, չէ՞։ Այսինքն ազգային ժողովը դրա համար է։ Ազգային ժողովը նրա համար չի, որ համեստի մեջ մեծացած լակած սենց լվիցապրի չոսկեքով աղջիկներ, որոնք 18 տարեկանից 50 տարեկանի տեսք ունեն ու տենց մնում են նույն ձև, հետո միանգամից դառնում են ջադու, որ իրանք տենց ազգային ժողովում սենց գնան, մեկ էլ բան դրսի գործուղումներից այդքան մի հատ լավ հագնվեն հետ գան, իրանց անճաշակ լավը իհարկե։ Հայաստանը պայմանագիրական է Սուրեն Պապիկյանը բանի հետ, ՄԱԿ-ի խաղաղապահների հետ, որ կանանց թիվը պետք է ավելանա։ Մեր խաղաղապահ ջոկատներում։ Այսինքն մեր ազգային ժողովի կանայք պետք է այդպես բաներով զբաղվեն։ Լիքը հարցեր կան, որով կարան զբաղվեն։ Լիքը, կամ Ուկրաինայից պետք է հետ չգան մերոնք։ Ուղղակի հա պետք է գնան, ինչի համար, որովհետև մեր թշնամիները Ռուսաստանը եւ Ադրբեջանը նույնն է, դա ռուսական ինչ-որ բաներն է, չէ՞, Ուկրաինայում լիքը թուրքական բան կա, դրոներ, բաներ, ընդեղից աշխատում է Ռուսաստանը, այսինքն դու պետք է այսպես ունենք լավ հարաբերություններ ուկրաինական падգամավորների ազգային ժողովի բանի Ռադայի։ Նրանք պետք է հա գնան, հա ինչ-որ տվյալ գնան, բերեն, օգնեն, անեն բան, որ այդ ամեն ինչը աշխատի։ Դե սրանք հիպոթեկ շալվար են, մաշում հիպոթեկ բան։ Խաչատուր Սուքիասյանը ըստ միջազգային մամուլի փող է լվում բերում էս կոմենքում տանում,
Սեյրան Օհանյանը, որի որդուն ոնց հասկացա արդեն քրգործով հարուցում են ու այդ Լելեթեփեի դիրքերի տալ չտալու թեման է, կոնսերվի բանկա Սեյրան Օհանյանը տենց իրան դնում է լավ տղու տեղ, Վաշտի հրամանատար ես էլի, ասա այ տղա, ինչ ես քեզ դրե գեներալի տեղ, դու Վաշտի հրամանատար ես, կանգնած ինչ-որ բաներ են ասում, բանակա բաները, չեն գիրի, Վաշտի հրամանատարը, լամպաս գողացած Վաշտի հրամանատար, ոչ գաղափարով է ինքը նորմալ սպա, ոչ իր անցած ուղիով, ոչ գործողությունով, միշտ հիշեք Սեյրան Օհանյանը կոնսերվի բանկա էր կախում այն ժամանակ, որ սաղ աշխարհը դրոն էր առնում, դիրքերի վրա կոնսերվի բանկա կախելը էդի շատ լավ էր։ Մի այսպիսի ձևակերպում վերջում ներկայացնեմ եւ ձեր կարծիքը։ Ասում է վերջաբանեց մեկը ասում է անհնար է խոսել խաղաղության մասին առանց նրա, որ դու այդ խաղաղության վրա ազդեցության լծակներ ունենաս։ Հայաստանը ունի որևէ լծակ Ադրբեջանի վրա, որպեսի պարտադրի Ադրբեջանին խաղաղության։ Չես կարող պարտադրել խաղաղություն։ Դրա համար ես այդ բառը շեշտեցի։ Ոչ մեկին երբեք, ոչ մի պարագայում, ոչ ոք չի կարող պարտադրել խաղաղություն։ Լավագույն տարբերակը այն մարդկանց համար, ովքեր ենթադրում են, որ ինչ որ մեկին կարած պարտադրես խաղաղություն, դա առաջին համաշխարհային արդյունքներն է Գերմանիայի տեսանկյունից։ Դա Իսրայել-Համաս պատերազմն է, մինչև այդ Իսրայել-Սիրիա պատերազմն է, Իսրայել-Եգիպտոս պատերազմն է, այսինքն խաղաղություն կարող է պարտադրել միայն երրորդ արբիտրաժը, որի ուժը, հեղինակությունը եւ այն որ աչքերը ու ականջները տեղերով կփոխի ու փորձագիտական էքսպերտիզա կտա, որ այտենց էլ եղել, այտենց է ծնվել։ Այ մենակ այդ տիպի իրավիճակում կարա լինի խաղաղություն։ Ցանկացած այլ պարագայում երկու իրար քիչ թե շատ հավասար բանի միջև, մանավանդ երբ կոնֆլիկտը էթնիկ բնույթ ունի։ Ես գիտեմ, որ Նիկոլը մեզ լսում է։ Չունք բազմից ասել եմ, սա էթնիկ կոնֆլիկտ է, սա քաղաքական կոնֆլիկտ չի, պետության կոնֆլիկտ չի, տարածքի կոնֆլիկտ չի, սա էթնիկ կոնֆլիկտ է։ Ինքը մի օր ազգային ժողովում ասեց, այդ որ ասում են մշակութային էթնիկ կոնֆլիկտը դա տենց չի։ Ղալաթ է սարը։ Սա էթնիկ կոնֆլիկտ է։ Էթնիկ կոնֆլիկտը չի լուծվում, ինքը լուծում չունի։ Իր դրսևորումները կարաս վերցնես կոնտրոլի տակ, վերահսկողության տակ, ու դու չէ։ Այ այն արբիտրը, որի մասին երկու կողմն էլ պետք է իմանան, որ այդ արբիտրը կարա աչքերը ու ականջները տեղերով փոխի ու թուղթ տա, որ դու տենց էլ ծնվել ես, ու ոչ մեկ չի ասի, հոպար, բայց ես ոնց որ սխալ է։ Երկրորդ տարբերակը դու ունենաս, այն իմ ասած, երկու տանկային կորպուսը մտնես, կատոկես, բռնես այդ իրանց ազգային ժողովա միլի մեջլիսը ինչ հավաքես, ասես դուք հիմա որոշում եք կայացնի, որ դուք չեք։ Այդ ժամանակ նոր կլինի։ Օրինակ դուք չեք, ով արեց։ Օսմանյան կայսրություն։ Որին կատոկեցին, ինքը ասեց հոպ, ես հիմա Թուրքիան եմ։ Մինչև այդ ինքը Օսմանյան կայսրությունն էր։ Իրան կատոկեցին, ինքը ասեց ես հիմա Թուրքիան եմ։ Ինձանից իրան տվեք։ Դա արեց Ավստրո-Հունգարիան։ Մեր դեպքում արբիտրը ով կարող է լինել։ Մեր դեպքում կակրած արբիտրները շատ են, բայց Եվրամիությունն է ամենալավ արբիտրը։ Բայց որպեսի Եվրամիությունը այդ Եվրամիությունը իրականում Ադրբեջանի համար էլ է բան ընդունել։ Բայց ինքը Ռուսաստանի հետ դեռ իր հարաբերությունները չէ, այդ հարցով պետք է ճշտի։ Ռուսաստանը պարտադիր չի, այդ չէ, եթե դու բերում ես արբիտր, ես որ ասում եմ չի լուծվում, եթե չի լուծվում, որ պարագայում, եթե արբիտր չկա, այս Նիկոլի ասած մոդելի մեջ է դա, որ անդեպ Պուտինը սատկի, որ մենք կարողանանք Ադրբեջանի ճշտել բանը։ Կամ մենք ուղիղ բանակցություններով դուրս կգանք խաղաղության։ Բայց եթե արբիտր է գալիս, որ ասում է Գլազանաուշի պամենյայում, ինչ որ sense ասենք Եվրամիությունն էս բերում որպես արբիտր, ինքը ասում է ստորագրում ենք, մի բան ինչ եղավ, ջնջում եմ ձեզ։ Պատժամիջոցները, բաները ոնց է ջնջում էական չի։
հետ գնացինք այն պահին, չնայած ավարտում ենք, որ Ադրբեջանը Ռուսաստանի այնուամենայնիվ պրոքսին է, ասում եք դուք, Ադրբեջանը Հայաստանի հետ կդիմի արբիտրի, Չէ, որը Ռուսաստանը չէ։ չէ, չի դիմի։ Բայց դες ինչ եմ ասում, ես ինչ կանակ Սանթովից։ Այս կոնֆլիկտը լուծում չունի։ Գոյություն չունի լուծում այս կոնֆլիկտի։ Ես դրա համար ես ինչի եմ համարում, որ սա սրիկայություն է, մարդկանց հույսով անել, օգտագործել ձևակերպումներ խաղաղության խաշմերուկ, դրա չի լինելու ստեղ խաղաղություն։ Դու Ադրբեջանի հետ չես կարող ունենաս խաղաղություն։ Ադրբեջանը պետք է դառնա ժողովրդավարական հանրապետություն։ Ինքը պետք է կոչվի Արևմտյան Կասպիական կոնֆեդերացիա, որպեսզի դու խաղաղություն ունենաս այնտեղ։ Հասկանում եք։ Չի լինելու տենց։ Ինքը պետք է դառնա ժողովրդավարական երկիր։ Մենակ այդ պարագայում այն ժողովրդավարական երկիր չէ։ Տարածք, որի վրա քոչվորները ընդունում են, որ իրանք ժողովրդավարություն whatever it does it mean, ինչ որ իրական չի ոնց։ Չկա այնտեղ ազգ չկա, ժողովուրդ իրենց ազգը ստեղծված է նրա վրա, որ հայերին պետք է ոչնչացնեն։ Ինչ եք խոսում։ Ինչ խաղաղություն։ Ինչ խաչմերուկ կրա։ Ես դրա վրա եմ միշտ զարմանում ուրա։ Սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյան։ Չվախեք։ Լավ ալնելու։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ։ Կարեն Սարգսյանի հետ էինք զրուցում, զրուցվարում էի ես, Գայանե Առաքելյանս, բարին ձեզ։